Հարգելի գործընկերներ, ուրախ եմ արձանագրել, որ պատիվ ունեմ խմբակցությունը լքեց դահլիճը, եւ դա շատ լավ է, որովհետեւ սերժական բանդան կարծում եմ ինչքան քիչ լինի այսքան դահլիճում, այդքան լավ։ Բոլոր կաշառակերները պիտի նստեն բերդում եւ փտեն բերդում, եւ բոլոր ապօրինի ձեռքբերված գույքը ամբողջ պետքա վերադարձվի պետական բյուջե։ Տիկին Մկրտչյանին էլ պատասխանեմ, որ թող ինքը գնա իր տիրոջը Սերժին հարցնի, թե իրան ինչ են կրթել տարբեր տեղերում։ Պարոն Դանիելյան, համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, ես վերջին իմ այցելությունների ժամանակ խոստացել էի ձեզ մի քանի կարևոր հարցերի անդրադառնալ, դրանից ամենակարևորը այս պահին Բավրայի, Գոգավանի և Բագրատաշենի անցակետում հարյուրավոր, եթե ոչ ավել, մեր հարգելի բեռնափոխադրողներ ակցիա են իրականացնում կապված 90-օրյա սահմանափակումների հետ։ Խնդիրը ինչումն է, մեկ անգամ ևս հիշեցնեմ։ Այդ սահմանափակումները ամիսներ առաջ մտցվել են Ռուսաստանի Դաշնության կողմից և տևական ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ մի գործուն քայլ չի ձեռնարկել, որպեսզի կարողանա կանխարգելի այս խայտառակ իրավիճակը, ինչ որ ստեղծվել է բեռնափոխադրողների հետ կապված։ Եվ արդեն ես այսօր էլ հարյուրավոր նամակներ եմ ստանում, որ հենց այս պահին էլ մեր հայրենակիցները ուրեմն այդ դեպորտացիա են իրականացնում, կնիկները խփում են եւ այլևս հնարավորություն չունեն իրենց հանապազորյա հացը վաստակելու։ Սա չափազանց կարևոր խնդիր է մեր տնտեսության համար, եթե այսպես շարունակվի, ապա մեր տնտեսությունը շատ մեծ վնասներ է կրելու, մեր արտահանումը եւ ներմուծումը արդեն իսկ բնականon գործունեությունը խաթարվել է եւ սա չափազանց կարևոր է։ Սիրելի հայրենակիցներ, ապաշնոր կառավարման պարագայում այսպիսի խնդիրներ ենք ունենում եւ ես այսօր էլ այդ հարցը բարձրացնելով որևէ մի հիմնավոր պատճառ չլսեցի կամ բացատրություն չլսեցի, թե արդյոք այդ մարդիկ, որոնք որ այդ անելանելի իրավիճակում են հայտնվել, ինչքան ժամանակ հետո հնարավորություն կունենան իրենց գործառույթը շարունակելու։ Այդ պատասխանները ցավոք սրտի չլսվեց։ Եվ այսօր ազգային ժողովի ամբոնից տարբեր գնահատականներ են տրվում կաշառակերության եւ այլը, ես ընդամենը մի դրվագով ուզում եմ անդրադառնալ այն բազմաթիվ դիմումները եւ նաեւ դիմումների հետ կապված հիմնավորումները, որ ուղարկվում են հակակոռուպցիոն մարմիններ տարբեր տեղերում չարաշահումների մասին։ Տեսեք, ծննդատներից սկսած մինչև գերեզմանատուն ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ ասելու։ Ուրեմն անգամ մարդուն հուղարկավորության համար այնպիսի ուրեմն գներ են դրել, որ մարդը անգամ իր հարազատին հողարկավորելու հնարավորություն չունի։ Եվ այդ ամեն ինչը ոչ թե արվում է պետական թուրքի հետ կապված, այլ Երևան քաղաքը կոռուպցիայի վրա նստած է։ Կոռուպցիայի վրա նստած է Երևան քաղաքը։ Եվ այսօր խոսել անպագորգոր հայտարարություններ անել կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք ինքներդ ձեզնից։ Տիգրան Պարսիլյան